որ պաշտպան Վարդանյանն արձագանքեն, որպեսզի եթե այլ արձագանքներ կան, եթե չէ, համարենք հարցը ավարտված։ Պարոն Հակոբյան, որ բան եք ասում։ Ամեն ինչ ասված է։ Դատանը քննարկելով սնգործող մեղադրյալ Սամվել Սարգսյանի Կարապետյանի նկատմամբ իրազեկության կալանքի ժամկետի երկարության մասը, լսելով դատավարության մասնակիցների դիրքորոշումները ներկայացված փաստարկները արձանագրել են հետևյալը։ Անկախ ով իր դիրքորոշում է արտահայտում, բնականաբար իր տեսանկյունից գնահատականները դրանց մեջ կան թե օբյեկտիվ տարրեր եւ թե սուբյեկտիվ տարրեր։ Եվ այս պայմաններում հարցը օբյեկտիվ տարրերը ինչ նշանակություն կարող է ունենալ կոնկրետ հարցի քննարկման տեսանկյունից, սուբյեկտիվ տարրերը ինչ նշանակություն։ Եվ որը կարող է 5 ամիսանալ, խափանիչը փոխելու կամ չփոխելու, արձանագրելու, որ իրավաչափության պայմանի մեջ փոփոխություն եղել է, թե ոչ, կամ իրավաչափության պայմանը վերացել է, թե ոչ։ Այս համատեքստում հաշվի առնելով 2026 թվականի ապրիլի 17-ին դատանի կողմից կայացված որոշմամբ արձանագրված հանգամանքները, դատանը արձանագրում է, որ խափանիչոցի տվյալ դեպքում այն ժամանակ ընդհանուր խափանիչոցներն են քննարկվել, տևաբար համակցված կիրառված խափանիչոցների տնային կալանքի, գրավի և վարձակալելու արգելքի գործողության ժամանակ իրավաչափության պայմանները չեն վերացել։ Արդյոք ենթարկվել են փոփոխության, թե ոչ։ Եվ ենթարկվել են այդ փոփոխությունը կարող է դիտարկվել խափանիչոցի տվյալ դեպքում տնային կալանքի փոփոխման հետ կապված, թե ոչ։ Արձանագրենք, որ մենք ունենք ընդամենը ժամանակի հոսունություն, որովհետև ապացույցական գործընթաց չի սկսվել, ապացույցներ չեն հետազոտվել։ Խափանիչոցի կիրառման հիմքում դրվել էր քրեական վարորդին խոչընդոտելու հավանական ռիսկ, այսինքն քրեական դատավարության ընդգրկով կամ դատանի որոշմամբ մեղադրյալի կողմից իրականացված պարտականություն չկատարելը, առավելապես ապացուցման գործընթացին ապօրինի միջամտել։ Այս առումով անկախ նրանից, թե ինչ է արձանագրվել այս ժամանակահատվածում, մասնավորապես տնային կալանքի կիրառման պայմաններում մի շարք անձանց հետ շփման հնարավորություն, ոստիկանության ծառայության կոնկրետ ստորաբաժանման կողմից Սամվել Կարապետյանի դատական նիստերի մասնակցության ապահովման համար ուղեկցություն և մոտ 3 ամսվա ժամանակահատված, դրանք օբյեկտիվ հանգամանքներ են, բայց դատանի գնահատմամբ դրանք բավարար չեն արձանագրում, որ այդ հանգամանքները որպես փոփոխություն արձանագրենք, կարող են դիտարկվել որպես խափանիչոցի գործողության ժամանակ իրավաչափության պայմանի վերացում կամ փոփոխություն, որը կարող է խափանիչոցը փոխել 5 ամիսանում։ Հետևաբար այս ամենի համատեքստում դատանը գտնում է խափանիչոցի ժամկետը տնային կալանքի ենթակա երկարաձգման։ Երկարաձգման որքան ժամանակով այս առումով դատարանը ունի որոշակի իր դիրքորոշումը։ Բնականաբար միշտ իր դիրքորոշումն է արտահայտում, հաշվի առնելով կողմերի հայտնած կարծիքները։ 1 ամիս ժամկետը հաշվի առնելով այն հնարավոր գործողությունները, որոնք ենթակա են կատարման և որի արդյունքում դատանը կարող է արձանագրել այս կամ այն իրավիճակի փոփոխությունը, դատանի գնահատման ողջամիտ չէ։ 3 ամիս ժամկետի երկարացումը հաշվի առնելով, որ ինչ ապացույցներ մենք ունենք, ինչ հաջորդականությամբ դրանք կարող են հետազոտվել, որ մի տեսակ դրվագի մասով դատարանը խափանիչոցի հարցի քննարկման տեսանկյունից դա հաշվի չի առել և ապացույցների մասը վերաբերում է դրվագին,
այս առումով էլ 3 ամսի գտնելու շատ։ Հետևաբար դատանը ողջամտության պայմաններում հաշվի առնելով են գործի բոլոր հանգամանքները, օբյեկտիվ հանգամանքները, որոնք նշանակություն են գտնում, որ նայեք կալանքի ժամկետը պետք է երկարաձգել 2 ամսվա ընթացքում, եւ այն խնդիրները, որոնք դատանը տեսել էր կամ գնահատել էր ռիսկերը ապրիլի 17-ին որոշում կայացնելիս, այս պայմանությամբ շարունակում են առկա լինել եւ մինչեւ այդ ժամկետի ընթացքը դատանը հնարավորություն ունենա այլի օբյեկտիվ գնահատման արժանացնել։ Այդ ժամանակ փոփոխություն կլինի, թե չլինի, դատանը կարձանագրի տվյալ ժամանակահատվածի, այսպես ասած, վերջում։ Այս ամենի համատեքստում դատանը գտնում է, որ ապան միջոցները հենց այն ծավալելու չափով եւ պայմաններով, որոնք իրարված են եղել, պետք է պահպանել։ Դատանը ղեկավարելով քրեական դատավարության գրքի 31, 32, 34, 115, 116, 118, 119, 122, 123, 270 հոդվածներով որոշում է սրում գործողությունները Սամուել Սարգսյանի քաղաքացիների նկատմամբ կիրառված տնային կալանքի ժամկետի երկարաձգել 2 ամիս ժամանակով մինչև 2026 թվականի սեպտեմբերի 18-ը ներառյալ։